Ձեզ եմ ներկայացնում Երևանի ամենածանրաբեռնված խաչմերուկներից մեկը եւ առաջարկում միասին լուծենք այս հարցը։ Այս հատվածն անվանում են կվարտալի կամ սերվիզի խաչմերուկ։ Գտնվում է Գարաժ մոլի հարևանությամբ։ Պաշտոնական անունը Եգիպտոսի հրապարակ։ Հարյուրավոր քաղաքացիներ խնդրել են, որ այս հարցը բարձրացնեմ, քանի որ այստեղ մշտապես լինում են խցանումներ եւ վթարներ։ Տեսանյութերն ինձ ուղարկել է իմ հետևորդներից մեկը, ով բնակվում է բարձրահարկ շենքում։ Ինչպես տեսնում եք, բեռնատարի վթարի պատճառով երթևեկությունը ընդհանրապես կանգ է առել եւ խցանումը ձգվում է մի քանի կիլոմետր։ Քանի որ այս հատվածը սպասարկում է ոչ միայն երևանցիներին, այլ նաեւ հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի մաս է կազմում, այստեղ հաճախ են անցնում մեծ բեռնատարներ եւ նման վթարները շատ հաճախ են լինում։ Հաջորդ տեսանյութը նկարվել է ձմռանը։ Ավտովթարի մասնակիցները թեթև մարդատար մեքենաներ են եւ նորից երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ինչպես տեսնում եք, որևէ վթար այս պահին չկա խաչմերուկում, ամբողջությամբ ազատ է։ Հիմա ցույց կտամ խցանումը։ Այս փողոցի խցանումը։ Այս մարդկանց ամեն օրվա ճանապարհն է։ Ես ուզում եմ ցույց տամ, որ կարող ես հանգիստ քայլես մեքենաների մեջ։ Հիմա այս բոլոր մարդկանց ծախսած բենզինը, դիզելը, գազը, հոսանքը, որ գումարես, հաստատ շատ ավելին է, քան այս տակադայի ծախսը, որը մեկ անգամ անելու ենք հավերժ ծառայում։ Ամեն օր։ Ինչքան եք սպասում խցանման մեջ։ 15 րոպե։ Եթե վթար չկա։ Վթար չկա։ Ստե որ կամուրջ կառուցենք ոնց կլինի ես ձեզ։ Այս տակադա լինի։ Հա։ Ուզում եմ առաջարկեմ։ Կքվեարկեք։ Հիշեցնում եմ, խաչմերուկում որևէ վթար չկար։ Այսինքն խցանման պատճառը վթարը չի։ Խնդիրը քննարկել ենք ոստիկանությունում կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցում էին ճանապարհային ոստիկանության եւ բարեկային ծառայության ղեկավարները։ Քննարկել եմ քաղաքապետարանի մասնագետների հետ։ Բոլորը միաձայն ասում են, որ այս ծանրաբեռնված եւ մեծ խաչմերուկում շրջանաձև երթևեկություն կազմակերպելը սխալ է։ Ստեղից արդեն խցանումը ոնց որ ավարտվում է։ 7 րոպե քայլել եմ խցանման մեջ, որը հյուսիս-հարավ ճանապարհը Երևանին միացնող հատվածն է։ Բաբաջանյան աշտարակ խճուղի այդպես է կոչվում այս հատվածը։ Խնդրի լուծումը ստորգետնյա կամ վերգետնյա լրացուցիչ ավտոճանապարհի կառուցումն է, ինչպես օրինակ Ռասիայի խաչմերուկը, որը կառուցվել է 2007-8 թվականներին, կամ Լամբադա կամուրջը, որը կառուցվել է 1985 թվականին, 40 տարի առաջ։ Ըստ մասնագետների, հանգույցի կառուցումը կարժենա մոտ 2 միլիարդ դրամ։ Քաղաքապետարանն այդքան ազատ միջոց չունի, բայց կառավարության համար դա մեծ ծախս չէ։ Համեմատության համար նշեմ, որ օրինակ Աբովյանի այս դպրոցի կառուցման համար ծախսվել է 4 միլիարդ դրամ, Սասունի գյուղի դպրոցի համար 2 միլիարդ դրամ։ Հիմա ես կազմակերպում եմ ստորագրահավաք։ Բոլոր նրանք, ովքեր կհավանեն այս տեսանյութը, կհամարենք, որ ստորագրում են դիմումի տակ, որով առաջարկում ենք այստեղ բազմամակարդակ ճանապարհային հանգույց կառուցել։ Մեկ շաբաթ անց դիմումը բոլորիս անունից կուղարկեմ Հայաստանի վարչապետին։